մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը ներկայացնում է անցնող շաբաթ աչքի ընկած կրթության վերաբերյալ առավել ուշագրավ լուրերը, որոնց ծանոթ լինելը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում հանրակրթության որակի բարելավմանն ուղղված քայլեր նախաձեռնելուն։ Դպրոցական կրթությունը զարգանում է, երբ քաղաքական առաջնորդները, կուսակցությունները, աշխատանքային միությունները և հասարակական շարժումները կրթությունը ներառում են երկրի պատկերացումների մեջ, ընդգծված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության գլոբալ մոնիտորինգի զեկույցում։ Առանձին անդրադարձ կա ներառականության խնդիրներին։ Հայաստանը և Մոլդովան համեմատվում են մի շարք այլ երկրների հետ։ Հայաստանի հատուկ դպրոցներում ըստ զեկույցի հատուկ կարիք ունեցող երեխաների թիվը 75%-ով նվազել է 2015-2023 թվականների կտրվածքով, իսկ հիմնական դպրոցներում նրանց թիվը կրկնապատկվել է։ Մոլդովայում նույն ժամանակահատվածում հատուկ դպրոցներում հաշմանդամություն ունեցող սովորողների թիվը կրճատվել է կիսով չափ, հիմնական դպրոցներում նրանց թիվը նույնպես կրճատվել է կապված բնակչության թվի ցուցանիշների հետ։ Ըստ զեկույցի Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների գնահատման գործընթացը բարեփոխվել է։ 2017 թվականին հիմնվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ավելի քան 20 տարածքային ստորաբաժանումներով։ Կենտրոնի մանդատն է բարձրացնել կրթության հասանելիությունն ու արդյունավետությունը, մասնակցելով իրավունքների պաշտպանությանը, մասնագիտական վերապատրաստումներին և մոնիթորինգային գործունեությանը։ Հայաստանի վերաբերյալ առանձին հատվածում զեկույցում նաև նշվում է. չնայած նշանակալի ջանքերին և 2025 թվականի ներառական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակին մոտենալուն, որոշ երեխաներ, ըստ հաղորդումների, արդեն իսկ գրանցված լինելով դպրոցներում, դեռ մնում են տանը։ Որոշ ուսուցիչներ զանգում կամ այցելում են նրանց ապահովելու գրագիտության և հանրահաշվի հիմունքների ուսուցում, իսկ երբեմն նաև անցկացնում են քննություններ։ Տնային ուսուցումը օրինական է առողջական պատճառներով, սակայն շատ աշակերտներ կրթության միայն սահմանափակ ձև են ստանում երկարաժամկետ, և նրանք չեն կարող օգտվել հիմնական կրթական ու սոցիալական փոխազդեցությունից իրենց հասակակիցների հետ։ Human Rights Watch-ի 2017 թվականի գնահատականն են հիշեցնում զեկույցի հեղինակները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս զեկույցի հիմքում կրթության վիճակի համադրությունն է նախորդ տասնամյակների խնդիրների համադրությամբ, ուստի լայնորեն անդրադարձ կա ներառականությանը։ Ըստ զեկույցի ներառականության հետ կապված խնդիրները բազմազան են։ Նախ՝ հիմնական հոսքի դպրոցները լիովին պատրաստ չեն եղել այս անցմանը, ընդգծում են զեկույցի հեղինակները և մեջբերում վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց 2024 թվականին հաշվարկվել է առնվազն յուրաքանչյուր 4-րդ հանրակրթական դպրոցի շենք վերանորոգման կարիք ունի։ Զեկույցում շեշտադրվում է, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը USAID-ին 2018-2021 թվականներին ներառական կրթության որակը բարձրացնելու նպատակով ֆինանսավորել է նախագիծ, մասնավորապես առնվազն 100 կրթական հաստատություն հասանելի դարձնել և ապահովել ուսումնական նյութերով։ Մինչդեռ, ըստ զեկույցի, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ կարող են լինել դասասենյակում, սակայն նրանց լիարժեք հասանելի չի դառնում ուսումնական ծրագրի արդյունավետությունը։ Զեկույցում կրկին հիշատակվում է Human Rights Watch-ի 2017 թվականի գնահատականը, որ նրանց կրթությունը հաճախ սահմանափակված է մասնագետների պակասի պատճառով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում մեջբերված է երեխաներին հիմնական դպրոցից հանելու և անհատական ուսուցման ճանապարհը նախընտրելու 2020 թվականի վկայակոչումը։ Նշվում է դասավանդման նյութերի հասանելի կամ բավարար չլինելու հանգամանքի, բրայլյան դասագրքերի պակասի մասին Human Rights Watch-ի 2021 թվականի գնահատականը։ Բացի այդ, 2023 թվականի միջազգային մաթեմատիկայի և գիտության 4-րդ դասարանների ուսումնասիրության TIMSS-ի տվյալները, ըստ որոնց բնագիտական առարկաների դասավանդումը որոշ չափով տուժել է նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների համար ռեսուրսների պակասից։ Զեկույցում Հայաստանում ներառականության խնդիրների թվարկումը հասնում է նաև մասնագետների պակասին։
Թեև 2020 թվականին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է մասնագիտական զարգացման ծրագրեր ավելի քան 4000 մասնագետի համար 250-ից ավելի հաստատություններից ու իրականացրել խորհրդատվություն, այնուամենայնիվ զեկույցում շեշտվում է 2024 թվականի տվյալը, որ ոչ բոլոր ուսուցիչներն են զարգացրել անհրաժեշտ իրազեկվածություն և մոտեցում։ Ներառականության հայաստանյան խնդիրների 4-րդ կետը զեկույցում ուսուցիչների օգնականների անբավարար լինելն է։ Սա դեռ 2017-ի Human Rights Watch-ի գնահատականն է։ Ուսուցիչներն ասել են, որ ավելի շատ օգնականներ են անհրաժեշտ, որպեսզի դասավանդումն ու ուսուցումը ավելի ներառական դառնան։ 2024 թվականի գնահատականն է մեջբերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը։ Եվ այս խնդիրների պայմաններում որոշ ընտանիքներ շարունակում են լինել սկեպտիկ ներառման նկատմամբ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, հատկապես ծանր դեպքում, հակադրվում են իրենց երեխաների կրթությանը հիմնական դպրոցներում, պատճառաբանելով, որ նրանց ոչ բավարար աջակցություն է տրամադրվում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2022 թվականի գնահատականի վկայակոչմամբ նշված է զեկույցում։ Ամփոփելով Հայաստանի վերաբերյալ հատվածը, զեկույցի հեղինակները նշում են, որ 2025 թվականի տվյալներով կառավարությունը հաստատել է մոտ 9 միլիոն $ամերիկյան հատկացում կրթական հաստատությունների վերանորոգման և արդիականացման համար ամբողջ երկրում։ Զեկույցում ներառված է նաև նախարարության մտադրությունը ավելացնել ուսուցիչների օգնականների հաստիքները, որպեսզի սովորողների 10%-ը ևս կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցությունը։ Զեկույցի հղումը media4edu.am կայքում։ Իռլանդիայում իրականացված ուսուցիչների լայնածավալ հարցումը փաստում է, որ չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը և համակարգային խնդիրներին, կրթության ոլորտում աշխատողները շարունակում են իրենց մասնագիտությամբ պարտանալ և առաջնորդվել արժեքային մոտիվացիայով։ 2026 թվականին անցկացված հետազոտությունը, որին մասնակցել է նախադպրոցականից մինչև հատուկ կրթության ոլորտները ներկայացնող 1838 ուսուցիչ, բացահայտում է միաժամանակ թե նվիրվածություն, թե աճող մտահոգություններ կրթական համակարգի նկատմամբ։ Հետազոտության համաձայն ուսուցիչների գրեթե 75%-ը նշել է, որ շատ հպարտ կամ չափազանց հպարտ է իր մասնագիտությամբ, ընդգծելով, որ դասավանդումը շարունակում է մնալ արժեքային և իմաստային ընտրություն։ Միևնույն ժամանակ հարցվածները բարձրացնում են լուրջ խնդիրներ կապված ծանրաբեռնվածության, ռեսուրսների սղության և այն հարցի հետ, թե որքանով են իրենց ձայները հասնում քաղաքական որոշումներ կայացնողներին։ Հետազոտությունն իրականացրած School Days կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Մերֆիի խոսքով, նպատակն ուսուցիչներին հարթակ տրամադրելն է իրենց փորձն ու տեսակետները ներկայացնելու համար։ Նրա գնահատմամբ այս տվյալները ոչ միայն արձանագրում են ոլորտի իրական վիճակը, այլև կարող են հիմք ծառայել կրթական քաղաքականության հետագա քննարկումների և անհրաժեշտ աջակցության մեխանիզմների ձևավորման համար։ Հարցման արդյունքներով ուսուցիչ դառնալու հիմնական շարժառիթները պայմանավորված են ոչ թե կենսակերպով, այլ արժեքներով։ Մասնավորապես 41%-ը նշել է, որ մասնագիտությունն ընտրել է ուսման և կրթության հանդեպ սիրուց ելնելով, 28%-ը ցանկությունից փոփոխություն բերել մարդկանց կյանքում, իսկ 24%-ը նշել է, որ ոգեշնչվել է իր դպրոցական տարիների ուսուցչից։ Միևնույն ժամանակ, հարցումը բացահայտում է մասնագիտությանը նվիրվածության բարձր մակարդակ։ Ուսուցիչների ավելի քան 76%-ը նշում է, որ ամեն օր աշխատում է պայմանագրով սահմանված ժամերից ավելի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ ավելի։ Աշխատանքի ամենամեծ բավարարվածության աղբյուրն ըստ ուսուցիչների 55.5%-ի աշակերտների առաջընթացն է։ Դրան հաջորդում է երեխաներին հուզական աջակցություն ցուցաբերելը և ընտանիքների հետ հարաբերությունների կառուցումը։ Ուսուցիչները նաև նշում են, որ իրենց մասնակցությունը զարգացնում է մի շարք առանցքային հմտություններ՝ համբերություն, հաղորդակցման կարողություն, հուզական դիմադրողականություն և խնդիրների լուծման ունակություն կրթության համակարգում։ Հարցվածների մոտ 40%-ը նշել է, որ չափազանց հպարտ է ուսուցիչ լինելու համար, իսկ
ևս 33,8%-ը շատ հպարտ։ Հարցվածների 32,9%-ը հիմնական խնդիր է համարում տարբեր դպրոցներում գնահատման միասնականության և արդարության ապահովումը, ավելի քան մեկ քառորդը մտահոգված է ուսուցիչների ծանրաբեռնվածության աճով, 22,5%-ը մատնանշում է ժամանակի և ռեսուրսների սահմանափակվածությունը, իսկ 14%-ը արտաքին գնահատման և գնահատման չափորոշիչների հստակության պակասը։ Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ ուսուցիչների զգալի մասը կարծում է իրենց ձայնը բավարար չափով չի լսվում կրթական քաղաքականության ձևավորման գործընթացում, մասնավորապես 26,3%-ը նշել է, որ երբեմն հաշվի են առնում, բայց ոչ հետևողականորեն, 37,4%-ի կարծիքով հազվադեպ են հաշվի առնում ուսուցիչների տեսակետը, իսկ 26,6%-ը նկատել է կառավարության և քաղաքական որոշումներ կայացնողներն իրենց ընդհանրապես չեն լսում։ Սոցիալական ցանցերում օրական ավելի քան 3 ժամ անցկացնող դեռահասներն ավելի մեծ հավանականությամբ են հակված դեպրեսիային և անհանգստությանը, բացասական ազդեցություններից զերծ են մնացել օրական 30 րոպե սոցցանցերում անցկացրած երեխաները, պարզվել է Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությամբ, որն ընդգրկել է Լոնդոնի 31 դպրոցի 2350 երեխայի։ Մասնագետների կարծիքով առավել խնդրահարույց է ուշ երեկոյան ժամերով սոցիալական ցանցերում քնի հաշվին դեգերելը։ Դեպրեսիվ վիճակներն այս խնդրի հետ կապված առավել հատուկ է աղջիկների շրջանում։ Հետազոտողները վերլուծել են դեռ 2014 թվականին սկսված ուսումնասիրության տվյալները, որը վերաբերում էր ճանաչողական ունակություններին, դեռահասներին և բջջային հեռախոսներին։ Դպրոցականները 2 անգամ մասնակցել են ճանաչողական թեստի և լրացրել հարցաթերթիկներ՝ կապված թվային վարքագծի, հոգեկան առողջության և կենսակերպի հետ, առաջին անգամ 11-12 տարեկանում և կրկին 13-15 տարեկանում։ Գիտնականները ենթադրում են, որ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ավելի ակտիվ օգտվողները ուշ են քնում և ընդհանուր առմամբ ավելի քիչ են քնում, հատկապես դպրոցական օրերին։ Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Միրել Տոլեդանոն նշել է, որ արդյունքները հստակ ցույց են տալիս սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակի և հոգեկան առողջության կապը։ Ըստ պրոֆեսորի, երկար և հատկապես ուշ ժամերին սոցիալական հարթակներից օգտվող երեխաները զրկվում են անհրաժեշտ քնից, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ նրանց հոգեկան առողջության վրա։ Տարբեր երկրներում քննարկվում են երեխաներին առցանց պաշտպանելու միջոցներ։ Բրիտանական կառավարությունը տարեսկզբից նախաձեռնել է հանրային քննարկում մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի մասնակի արգելքի վերաբերյալ։ Ավստրալիան առաջին երկիրն է, որը նման արգելք է կիրառել։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին օրերին 4,7 միլիոն դեռահասների հաշիվներ փակվել են, հեռացվել կամ սահմանափակվել։ Ուղեղը մեզ օգնում է ոչ միայն աշխարհում կողմնորոշվելուն, այլև ինքնին գործում է որպես նավիգացիոն համակարգ։ Այս մտահանգման հեղինակը Լայպցիգի մարդու ճանաչողության և ուղեղի հետ կապված գիտությունների հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր նյարդաբան Քրիստիան Դոլերն է, որն արժանացել է 2,5 միլիոն եվրոյի մրցանակին։ Պրոֆեսոր Դոլերը Լայպցիգում իրականացնում է փորձեր, ուսանողներին սկաների մեջ տալիս է համակարգչային խաղեր, հատուկ հետազոտական սարքերի միջոցով նրանց ուղեղի աշխատանքին հետևելու նպատակով։ 2004 թվականին հիմնադրված Մարդու ճանաչողության և ուղեղի հետ կապված գիտությունների հետազոտական ինստիտուտն ուսումնասիրում է մարդու վարքագծի ճանաչողական և նյարդաբանական հիմքերը՝ միավորելով նյարդագիտությունը, հոգեբանությունը։ Հետազոտությունների առանցքում հիմնականում մի քանի հարց է. ինչպես է մարդու ուղեղը մշակում ընկալման, գործողության, լեզվի, հույզերի և սոցիալական վարքի հետ կապված տեղեկությունները, հատուկ ուշադրություն է դարձվում նեյրովիզուալիզացիոն մեթոդներին, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային (MRT), էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի և մագնիսաէնցելոգրաֆիայի միջոցով։ Գլխավոր նպատակն է բացահայտել մարդու ուղեղի աշխատանքի մեխանիզմները։
Ինչպես ապահովել մարդու կյանքի կենսաբանական կայունությունը, որտեղ երկրի պայմանները բացակայում են։ 1960-ականներին, երբ մարդու տիեզերական թռիչքը դեռևս գիտական և կենսաբանական մեծ անորոշություն էր, Նորայր Սիսակյանը մասնակցեց այս ամենաբարդ խնդրի սահմանմանը։ 1956 թվականից սկսած նրա ղեկավարությամբ իրականացվել են հետազոտություններ ուսումնասիրելու տիեզերական միջավայրի ազդեցությունը բույսերի ֆերմենտային գործընթացների վրա և մշակելու կենսապահովման համակարգեր երկարատև ուղեծրային թռիչքների համար։ Նա ղեկավարում էր տիեզերագնացների ընտրության և բժշկական պատրաստվածության ծրագրերը։ Մինչ այդ 1940-ականներին, երբ գիտության մի շարք հիմնարար ուղղություններ քաղաքական ճնշման հետևանքով դուրս էին մղվում գիտական օրակարգերից, օրինակ գենետիկան, Սիսակյանը մնաց անդրդվելի, շարունակեց իր գործունեությունը՝ հենվելով միայն փաստի, ստուգված փորձի և գիտական անաչառության վրա։ 1950-ականներին, երբ առավել անվտանգ էր ընդունված թեմաների սահմաններում մնալը, Նորայր Սիսակյանը ընդլայնեց իր հետազոտությունները՝ ուսումնասիրելով ճառագայթման և նոր ֆիզիկական գործոնների ազդեցությունը կենդանի բջջի վրա։ Այս աշխատանքները կարևոր դեր խաղացին ռադիացիոն կենսաբանության ձևավորման մեջ և հետագայում հիմք դարձան տիեզերական կենսաբանության խնդիրների ուսումնասիրության համար։ Երբ խորհրդային կենսաբանությունը լիսենկոյականության պատճառով հայտնվեց աղետալի թակարդում, գենետիկան հայտարարվեց բուրժուական կեղծ գիտություն։ Գենետիկները դարձան ժողովրդի թշնամի, հեռացվեցին աշխատանքից, ձերբակալվեցին և աքսորվեցին։ Գենետիկան և մոլեկուլային կենսաբանությունը դուրս մղվեցին ուսումնական ծրագրերից և ինստիտուտներից։ Դասական գենետիկան պնդում էր, որ օրգանիզմի հատկանիշները որոշվում են գեներով, դրանք կայուն են և փոխանցվում են ժառանգաբար, իսկ Ստալինի անձնական հովանավորչությունը վայելող կենսաբան Տրոֆիմ Լիսենկոն պնդում էր հակառակը, ասում էր, թե միջավայրը կարող է վերադաստիարակել օրգանիզմը և այդ ձեռքբերովի հատկանիշները կփոխանցվեն սերունդներին։ Սա հիանալիորեն համապատասխանում էր բոլշևիկյան այն գաղափարախոսությանը, որ նոր մարդուն և նոր բնությանը կարելի է կերտել արագ, պարզապես փոխելով պայմանները։ Փաստացի, խորհրդային կենսաբանությունն այս դոգմայի տիրապետության տակ մնաց շուրջ 20 տարի։ Դա հանգեցրեց գիտական սերնդափոխության խզման և համաշխարհային առաջընթացից անդառնալիորեն հետ մնալուն։ Պատմական արդարության վերականգնման պահը 1964 թվականի ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստն էր նվիրված կենսաբանության զարգացման հարցերին։ Լինելով Գիտությունների ակադեմիայի կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, հենց Նորայր Սիսակյանն էր այն մարդը, որ հանդես եկավ հիմնական զեկույցով ու գիտնականի սառնասրտությամբ հայտարարեց. «Ժամանակակից կենսաբանությունը չի կարող զարգանալ առանց մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ձեռքբերումների»։ Լիսենկոյի տեսությունը պաշտոնապես ճանաչվեց հակագիտական, լիսենկոյականությունը քայքայվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ստի վրա հնարավոր չէ կառուցել պետության անվտանգությունն ու ապագան։ Նորայր Սիսակյանը չէր ձգտում պարզապես փայլուն կարիերայի։ Նա մշտապես գիտակցված ընտրություն էր անում իր ամբողջ կյանքի ընթացքում, աշխատեց գիտության այն սահմանագծում, որտեղ յուրաքանչյուր որոշում անմիջական պատասխանատվություն է մարդու կյանքի և ապագայի հարցերում։ Տեղեկությունները մշակել է Սիսակյան կենտրոնը։